Զրույց եմ հրավիրել ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանին։ Բարև ձեզ, պարոն Նիկոյան, շնորհակալ եմ հրավերս հարցազրույցի ընդունելու համար։ Պարոն Նիկոյան, այս պահին մենք միասին մասնակցում ենք դրսում հավաքված է ժողովուրդը, ներսում ազգային ժողովի լսումներ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվստահություն հայտնելու շուրջ է տեղի ունենում այս ամբողջ գործընթացը։ Այս հարցով եմ ուզում սկսել մեր հարցազրույցը։ Սա միակ գործիքակազմն է, դուք համոզված եք, որ իմպիչմենտով հնարավոր է ի վերջո ազատվել մի ղեկավարից, որը որևէ բանի առաջ չի կանգնում իր իշխանությունը պահելու համար։ Անշուշտ սա միակ գործիքակազմը չի, սա գործիքակազմից մեկն է, կարևոր եւ սահմանադրական, հասկանում եք, մնացած գործիքակազմերը այս պահին կարող են օժանդակել, կամինգը օժանդակի, օրինակ, ասում եմ փողոց գեներացնել, սա կարող է օժանդակել փողոց գեներացնելուն, գեներացված փողոցը կարող է օժանդակել այս process-ին, հասկանում եք։ Կյանքը ցույց տվեց մի բան, որ բոլորս ասում ենք, որ Նիկոլի ամեն մի վարկյանը մնալ ղեկավարի դերում, դա աղետ է մի երկրի համար։ Եվ Նիկոլը 7 տարի ու կես փառահեղ ձևով դա ապացուցել է, որ ամեն մի վարկյան ինքը բերում է նոր արհավիր։ Դա արժեքային լինի, արժեհամակարգային լինի, հայրենիքի հետ կապված լինի, մեր հողի հետ կապված լինի, հա, ինքը ավերաբերում ամեն վարկյան։ Այդ առումով այս տարի, երբ Գարնանից ընդդիմությունը փողոցը զիջեց, չմիաբանվեց եւ օրակարգ չթելադրեց, Նիկոլը սկսեց իր օրակարգը թելադրել։ Իր օրակարգ թելադրելը սկսենք սրբազաներին ձերբակալելուց, կանոնավորելուց, տանջանքների ենթարկելուց, վեապարի եկեղեցու դեմ այդ գրոհը, որ նախաձեռնելու դա շարունակելու, վերջացրած Սամվել Կարապետյանի, վերջացրած բոլոր այն հզոր հայրորդիները, որ կան, բոլորի անունները չթվարկեն, որը հիմա զնդաններու մեջ Նիկոլը տանջում այդ մարդկանց։ Դա այն ամենի հետևանք է, որ ընդդիմությունը միաբանված օրակարգ չթելադրեց վաղ Գարնանից սկսած։ Նիկոլը անցավ հարգագրոյի։ Վաղ էլ պետք է թելադրեր ընդդիմությունը իր օրակարգը։ Նիկոլը կամ բունկերում է, կամ անցնում է գրոհի։ Նիկոլը ուրիշ դիրք չունի, հանգիստ նստել, կառավարել, նման դիրք ինքը չունի, կամ ինքը փախնում է, պահկվում է թաքստոսներում, բունկերներում կամ հելում եւ անցնում է հագագրոյի։ Երբ փողոցը դատարկ է, ինքը անցնում է հագագրոյի։ Այս տարի դրա լավագույն ապացույցներ։ Դրա համար, երբ այսօր տեղի ունենում, այս ինչ տեղի ունենում, սա կարևոր քայլ է։ Բավարար է, իհարկե ոչ։ Սա պետք է շարունակական լինի։ Բայց ամեն դեպքում սա այն է, որ ժողովրդի մեջ նորից արթնացնում է Նիկոլից ազատվելու սահմանադրական խաղաղ հնարավորության մասին։ Նորից արթնացնում է հայ մարդուն, հայ ազգին արթնացնում, որտեղ յուրաքանչյուրը տունը նստած եւ տեսնում է, այսօր Արարատ սարն են վերացնում, վաղը իրական Հայաստանի անվան տանք զիջում են, իրական Հայաստանը չունի սահման, պատկերացում, այդպեսի բան չկա։ Վաղը առանց Սյունիքի է, դա է իրական Հայաստանը, վաղը առանց, ասենք, Սևանի ափամեր շրջանի է, դա է իրական Հայաստանը, այսինքն այն ինչ մնաց, դա է իրական Հայաստանը։ Սա է իր փիլիսոփայության, սա է իր պատկերացումները, եւ տեսեք, այնքան լկտի ու լպիրժ են, այնքան կեղծ ու սուտ քարոզական մեքենա ունեն եւ աշխատացնում են, գնաց Ամերիկա, Թրամփը ինչ որ բան տվեց, ձեր սերմեցին, ուրախական ցապ տվեցին։ Եկել են այստեղ աննասնական ոգևորությունը չեն կարող պահել եւ ամբողջ թիմով գովում են մի բան, որը չկա։ Երբ Թրամփը հաջորդ անգամ նախ հենց այնտեղ 2-3 անգամ օգտագործեց կորիդոր բառը, հետո շփոթեց Հայաստանը Ալբանիայի հետ շփոթեց, եւ հետո այսօր հարցնում են հայ ադրբեջանական այդ process-ը մի քիչ չի հիշում, այդտեղը չի բերում, որտեղ իր համար նշանակություն չունի։ Եվ իր աշխատակիցը, երբ այսօր հայտարարում է, որ
այո, թուրքական հետախուզությունն ամբողջ ինֆորմացիան ուղղորդե մեզ եւ իրենք այդ բազայի վրա են կարողացել իրականացնել, այսինքն սրա քավորը Թուրքիան է։ Իսկ Հայաստանում կան դեռևս մարդիկ, որոնց այս ազգի տականքի քարոզությունը հիմք են ընդունում եւ հավատում են։ Մարդկանց հետ շփվում եմ, ասում են լավ էր, մենք ատում ենք իրեն, զզվում ենք ու մի հատ էլ հայում են Նիկոլին, այ բայց որ Ամերիկային բերում է, որ մեզ օժանդակի, մեզ պաշտպան, այ դա լավ է, ասենք իմ թոռը կամ իմ տղան բանակա գնալու եւ խաղաղ երկրում ծառայի։ Այն աշճանեն խապե, նույնիսկ առաջի հայացքից թվում է այս մարդը մտածող մարդ է, adekvat մարդ է, լավ մարդ է եւ այլ եւ այլ։ Այն աշճանեն կարողացել մոլորացնել, որ մարդիկ հավատում են դրան, հասկանում եք։ Ես այս առիթով պատմեցի հետևյալը, Վարդան Այգեկցու առակ ասեմ, այո, այցերի եւ գայլերի պատմությունը գիտեք, դա հրաշք է, դա նկարագրում է այսօրվա իրավիճակը, այն որ առաջի անգամ չի, որ մեր պատմության մեջ նման իրավիճակներ են հայտնվել, եղել են, անցել են եւ մտածող մարդիկ մեզ պատգամ թողել են այդ գրավոր տեղեկությունները առակների տեսքով, որ այցերը որոշում են խաղաղ ապրել գայլերի հետ։ Եվ նամակ են գրում գայլերին, որ այդ շնամությանը վերջ տանք, եկեք խաղաղ ապրենք մյանց հետ եւ այլ եւ այլ։ Ես այս պահին դերևս չասեմ ովքեր են այցերը, ովքեր են գայլերը։ Գայլերը նախ գիտենք, իրենց անունը Գորջ գայլ է, բան չի փոխել նրանց մոտ։ Այցերի հարցում կարող են այլ կենթանիների անուններ տալ, բայց ամեն դեպքում Վարդան Այգեկցին գրել է այցեր եւ ոչխարներ։ Գայլեր։ Գայլերը այնտեղ կարդում են, ուրախանում են եւ պատասխան նամակը գրում են, այո, մենք ուրախ ենք ձեզ հետ խաղաղ ապրելու, անպայման խաղաղ ապրենք, այ այդ խաղաղությանը խանգարում են ձեր հովիվները եւ շները, վերացրեք դրանց եւ մենք խաղաղ կապրենք։ Եվ ինչ են անում այցերը։ Այցերը վերացնում են իրենց հովիվներին եւ շներին։ Չասեմ մեր իրականության մեջ դրանք ովքեր են։ Դրանք Շատ ակնհայտ է։ նախին հաղթանակ տարած ռազմաքաղաքական մարդիկ են, ղեկավարություններ մեր ռազմաքաղաքական դաշինքներ այլ երկրների հետ կար, մեր զենքներ, հմուտ ղեկավարներն են ռազմական, վերացրեցինք դրանց, այսինքն այցերը վերացրեցին իրենց հովիվներին եւ շներին, այո, նույնությամբ կատարվում է։ Եվ գայլերը թույլ տվեցին, որ այցերը խաղաղ մի 100 օր մարգագետներում թռչկոտեն, խոտ ուտեն, չաղանան, հետո բոլորին դնում եւ ուտում են, որովհետեւ գայլը մսակեր է, գայլը չի կարող խոտ ուտել, բարից բուն իմաստով եւ փոխաբերաբար իմաստով, խոտ ուտել, ինչպես ասենք, խոտ են ուտում այցերը։ Այսինքն դուք բացառում եք այն քաղաքականությունը, որ ամեն օր գրեթե բոլոր հարթակներից Փաշինյանը, նրա թիմակիցները խոսում են Թուրքիա, Ադրբեջան, հարաբերությունների կարգավորում, բարեկամություն, Ալիևն էլ է խոսում այդ մասին, Հայաստանի հետ նոր փուլ ենք սկսում հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում ի վերջո պետք է խաղաղությունը թևածի։ Մարդիկ, սովորական մարդիկ, ովքեր խորքային առումով քաղաքականությունը չեն կարողանում վերլուծել, միանգամից ընդունում են սա եւ համարում են, որ ի վերջո ստեղծվել է այծառ ապագա։ Դա գայլերի կողմից այցերին տրվող այն 100 օրվա ժամկետն է, որ այցերը մի քիչ թափրոշանան եւ իրենք նրանց ուտեն, որովհետեւ գայլը, այն է Գորջ գայլը, նամմիս ուտող է։ Թուրքը, ադրբեջանցին հայատաց են, ուզեն խաղաղությունից խոսեն, ուզում են բարեկամությունից խոսեն, մեգա դարերի ընթացքում դա եղել է, կա ու կլինի, նրանց նպատակը այս սեպը, որ հայկական սեպ են իրենք, ոչնչացնել է, դա իրենք չեն թաքցնում, դա իրենք ասում են։ Եթե դու խաղաղություն ես ուզում, դա նույնն է, որ անեկդոտի նման ասում ենք, թող խաղաղություն լինի, ջանդամ թե պատերազմ չի լինի, հա, այդպեսի բան։ Իրենց ասածը խաղաղություն դա է, խաղաղությունը ցանկության հարց չի, խաղաղությունը դա ռազմաքաղաքական հավասարակշռության խնդիր է, ինչ է Հայաստանի Հանրապետությունը 30 տարի կարողանում էր պահել։ Ամուր բանակ ունենալով։ Ամուր բանակ ունենալ ռազմաքաղաքական այսպես դաշնակիցներ, ռազմական եւ քաղաքական դաշնակիցներ, ունենալ հեղինակություններ, ունենալ ներկայանալի ղեկավարություն, որ կարող են դրսում ներկայացնել Հայաստանը։ Հիմա դուք տեսեք ինչ է,
ինքը քանի ամիս շարունակ վազում էր Եվրոպա։ Այստեղ ինչ որ այս շենքի ներսում ինչ որ օրենքներ ընդունեցին, Եվրոմիության իրեն ձգտումների, չգիտեմ։ Հայտարարեց նաև որ շարունակելու են տրվելու դեպքում Եվրամիության անդամ։ Այնքան հիմար են, չեն հասկանում, որ բանը Վրաստանը անցել է ճանապարհով։ Եվ ինչ, արդյունքը ինչ եղավ։ Հիմա Եվրոպայում է Վրաստանը, Ուկրաինան Եվրոպայում է, պետությունը ավիրվեց, բայց նա Եվրոպայում է, չէ, այդ նույն սխալը ուզում եք գործել, հա, դու գնում եք չէ, որովհետև տերերը, ովքեր ձեր ականջից բռնաստանում են, նույնն են, եւ դուք էլ ձեր հետևից քաշ եք տալիս հայ ժողովրդին խապելով, կեղծելով, նրան նուրբ լարերի վրա աշխատելով, որ իրոք հայ ժողովուրդը ուզում է խաղաղություն։ Չկա աշխարհում ժողովուրդ, որ խաղաղություն չուզենա, բայց նաև ակնհայտ է ուզում ես խաղաղություն պատրաստ եղիր պատերազմին։ Խաղաղություն չի նշանակում հայրենիքից անընդհատ կտրել տալ եւ դա անհասկանալի է թե մինչեւ ուր է հասնելու, հա, այսօր խոսվում է մեղրին արդեն հանձնել է, պարոն Նիկոյան, տեղյակ եք։ Խաղաղությունը Ռուսաստանի չի այսօր հզոր ամբողջ աշխարհի հետ կարողանում է պայքարել, որտեղ նա տարածք ունի, ռազմավարական խորք ունի, բնական պաշարներ ունի, հասկանում եք, որի վրա մարդիկ են ապրում։ Դրա համար կարողանում է պայքարել, եթե դու չունես տարածք, հող, հայրենիք, այդ ինչի վրա ես դու հիմնվելու որ պայքարես։ Դու ռազմավարական խորք չունես, որ կողմից ուզենան քո ամբողջ տարածքը միանգամից կրակի տակ են առնելու։ Դու ինչ խաղաղություն ես ասում։ Ալիևի խոստումների վրա է հիմնվում, Թրամփին այսպես զանգել հայտնելու դժվար պահերին զանգելու վրա է հիմնվում, բայց բանակի գումարները կտրում են։ Եվրոպայից վազեց Ամերիկա, չէ՞։ Վազեց Ամերիկա, հետո հասկացա, որ Թրամփը մոռացել է Թրամփը, մոռացել է ինչ ասել, մոռացել որ Հայաստան կա դա Ալբանիայի հետ աշխատում։ Էլի կորիդորը ասում, էս անում են։ Վազեց այնտեղ Չինաստան բողոքեց բանի Ալիևից, որ Ալիևը Թրամփի ուղուն կորիդորը ասում։ Գնացել է Շանհայ, ինչից է բողոքում։ Չի այնքան տգետ է, այնքան տխմար է, որ չի հասկանում, որ դրանք հակառակ բլոկներ են։ Դու ես բլոկից գնացել ես բողոքում ես այնտեղ որ ինչ, այնտեղ Պուտինն է, Թրամփն է, հիմա Հնդկաստանն է այլևս այդ երակի մեջ։ Եվ էլ այդ երկրը դու գնացել ես Թրամփից ես բողոքում։ Այդ աշճանը հիմար է։ Եվ հիմա գնացել է Մոսկվա։ Դուք նայեք, ինքը չի հասկանում, իրեն թվում է, որ ինքը այդ շուլերությամբ, կարողանում է խապել աշխարհի մեծամեծերին, աշխարհի մեծամեծերին։ Բազմավեկտոր ենք, բոլոր ուղղություններով աշխատում ենք։ Հանուն Հայաստանի, այսպիսի ձևակերպում են, Հայաստանի 7 տարեկես դու արել ես ամեն ինչը, որը ընդդեմ Հայաստանի եղել։ Հանուն Հայաստանի դու խաղաղություն ես ասել, դու անդադ պատերազմ ես բերել։ Անդադ պատերազմ բերել ես սեպտեմբերի 44-ը պատերազմը, բերել ես այդ պատերազմը։ Դրանց հետո հաջորդ պատերազմները, էլի խաղաղություն, թե Արցախի կեսը տան, խաղաղություն ձեր բերեցինք, անկախություն ձեր բերեցինք, հետո խաղաղություն ասելու պահին Ադրբեջանը նորից հարձակվեց, այդ Սիսիանի պահով, Ջերմուկի մասով նորից հարձակվեց, նորից առաջ եկավ, էլի սկսեց խաղաղություն ասել, հետո մյուս տեղերը ինչ որ նրանք խորացան, էլի խաղաղություն ասում, հիմա Միչանսկ հարցը, դու ամբողջ աշխարհը խոսում է Լաչինի Միչանսկի մասին, այո։ Արցախ, Հայաստան այդ Միչանսկի մասին։ Երբ այդ Միչանսկը, այդ Արցախը դու տվեցիր, Շնամին անցնում է հաջորդին։ Արդեն խոսում է Զանգեզուրի Միչանսկի մասին։ Արևմտյան Զանգեզուրը ասում, այտենց է Շնամին։ Շնամին մի սուտողա, հա, այդ սուտողա։ Այդ դու ինչքան էլ դու խոտակեր ես, բայց Շնամին գայլը, նա մի սուտողա, նա միշտ պահանջել է դա։ Նա դա է ուզում, դա մեղրին կուզի, դա ամբողջունիկը կուզի, դա վարտենիսը կուզի, ամեն ինչ օրական մի բան, որը մարսում է հաջորդն է ուզում։ Այսպիսի մի հարց եմ ուզում ձեզ տալ, այս վտանգը, այդ ձեր բերած օրինակը, Վարդան Այգեկցու հայտնի եւ շատ խորը առակը, նաեւ այդ մտավախություններն են իմ մոտ առաջացնում, որ նպատակ կա հայրենասեր, երկրի համար ցավացող մարդկանց, ակտիվ, այդ ընդդիմադիր դաշտում ակտիվ անձանց հեռացնել դաշտից, տարբեր մեթոդներով կալանավորում են, ես չեմ կարող հիմա չասել, եթե պետք է նաև սպանում են,
Դրա օրինակները քաղաքական սպանության օրինակներ մենք արդեն ունենք, հիշենք Արմեն Գրիգորյանի սպանությունը, նրան հասցրեցին մահվան, այո, եւ իմ մոտ հիմա կա շատ մեծ անհանգստություն, 2 օր առաջ մենք հերթական ընդդիմադիր համայնքապետի գնդակա հաղթած, այո, ջախջախիչ հաղթանակ տարած ՔՊ-ի անդամին այդ սպանության ականատեսը եղանք։ Դուք մտավախություն չունեք, ինչ է կատարվում։ Ես ինքս որպես քաղաքացի ունեմ մեծ լուրջ մտավախություն։ Սա մի տեսակ անգամ թուրքագետները գիտեք ինչ են ասում։ Սա Էրդողանյան ասում են քաղաքականություն է։ Էրդողանյան քաղաքականություն ներքին դաշտում ոչնչացնում է իր բոլոր այլախոհներին 2026-ին ընթരാճ մենք զարույլի դեպքերի կարող է ականատես լինենք, ունեք այս անհանգստությունը եւ եթե ունեք ինչ պիտի անենք կանխելու համար։ Գիտեք, դա այնինչ կատարվելու է Հայաստանում, գոնե մեզ համար գաղտնի չի, որտեղ դեռևս 18 թվականի մայիսին այս ամեն ինչի մասին այն ամբիոնից խոսել էինք, որ հրապարակում ժողովուրդը սուլում էր եւ հայոյում էր մեզ։ Այս ամեն ինչի մասին խոսել ենք։ Ինչը տեղի է ունեցել, ինչը տեղի ունեմ, ինչը տեղի է ունենալու դեռևս։ Այդ մարդը չի կարող հանգիստ կառավարել, ղեկավարել, չի կարող։ Ինքը միշտ քաոս պետք է ստեղծի։ Այնպիսին, ինչպիսին իր ուղերն է։ Քաոս ու խառնված, հասկանում եք։ Միայն այդ դեպքում քաոսի մեջ ինքը կարող է իրեն լավ զգալ, ճիշտ զգալ։ Այո, սպանություններ, այո, դավաճանությունը, այո, ձերբակալումներ, այո, քրեական գործեր, այո, մարդկանց նստեցնել, տերորի ենթարկել, դա իր ուղեղի արգասինքն է։ Ինքը այդպես կարող է ղեկավարել։ Մենք ինչ ենք անում այդ ղեկավարին կանգնեցնելու համար, դա է հիմա ամենակարևոր խնդիրը։ Բան չունեմ, դա քայլերից մեկն է։ Ինչը ձգտում ենք, որ դա այդպես լինի։ Ես ուրախ եմ, որ այսօր կա փոխհմբռնման մթնոլորտ։ Ես դրա համար շատ ուրախ եմ։ Ես դրա համար գարնանից սկսած ես անկեղծ եմ ասում, ես պայքարել եմ։ Ես ուզել եմ, որ այդպես լինի։ Ես միշտ ասել եմ, ընդդիմության բոլոր անդամները իմ ընկերներն են, եղբայրներն են։ 7 տարի փողոցում միասին ենք եղել եւ պետք է այնպես անել, այնպես խոսույթը այնպես ձևակերպել, որ բոլորի համար հասկանալի լինի, այնպես պետք է աշխատել, որ դա միավորում լինի։ Այսօր եղավ այդ միավորումը։ Ես կարծում եմ այդ ճանապարհին ենք մենք, այո։ Ինչ հայտարարությունը Իշխան Սաղաթելյանի կողմից ստորագրությունները դնում են, միանում են իմպիչմենտի գործընթացին, սա իսկապես լուրջ քայլ համարում եք դուք։ Ես համարում եմ շատ լուրջ քայլ։ Ես ուրախ եմ Հայ հեղափոխական դաշնակցության այդ վարկագծի համար, Իշխան Սաղաթելյանի այդ հայտարարությունը սպասելի էր, ցանկալի էր, պետք է շարունակել աշխատել։ Գիտեք, եթե սխալ է թույլ տվել սկզբնական այս իմպիչմենտի հետ կապված, երբ նոր սկսվել է այդ ամեն ինչը, եթե մեր գործընկերների հետ ինչ որ կասկածներ կան, կամ ասում են այդ process-ը այսպես պետք է լինի, ոչ թե այնպես շատ հարցեր ես համաձայնվում եմ, բայց դա անցյալ է։ Հիմա կարևորը պետք է գնալ առաջ։ Ես ողջունում եմ այդ հայտարարությունը, դրանից հետո աշխատանքները պետք է լինեն սինխրոն, համակարգված, ամեն ինչը բոլորի համար հասկանալի։ Վերջո հնարավոր կլինի կայացնել միասնությունը ընդդիմության։ Մենք տեսնում ենք, չէ, առանց դրա անհնար է լինում։ Որևիցե մեկը այսօր առանց ազգային մնացած ուժերը ոչինչ ցավոք սրտի եմ ասում, չի կարող ոչինչ անել։ Միասնություն։ Եվ այս ցավոք սրտի այն ըմբռնման, փոխադարձ ըմբռնման պակասը, որ կար այս տարի գարնանից, դա թույլատրեց բոլորին։ Եվ վերջի փոքր հանրահավաքը, որ տեղ ունեցավ Արցախի հետ կապված, դուք տեսաք, որ փոքր էր։ Դա մարդկանց բոլորին կոտրել են պայքարելու ջիղը։ Միասնությունը կարող է մարդկանց ոգևորել, մարդկանց մեջ կրակը արթնացնել, ազգայինը արթնացնել։ Սա այսօր ադորերից մեկ է եւ դա ուղղությամբ քայլ է կատարվում։ Ես կարող եմ վստահաբար ասել, որ մեր ժողովրդի մոտ տրամադրություններ սա կփոխի, քանի որ երբ մենք հարցումներ ենք անցկացնում, պարոն Նիկոյան, մարդիկ ասում են, ընդդիմությունն ինքն իր ներսում չի համախմբվում, բա մենք ո՞նց կարող ենք համախմբվել ընդդիմության որևէ թևի շուրջ։ Հետևաբար այս միասնությունը օդու ջրի պես մեզ պետք է, այս իշխանությանը կարելի ասել, կարող ենք այսօր ասել, սկսվեց մի նոր փուլ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությամբ, որի հիմքում ընդդիմության միասնությունն է լինելու։
Ես համաձայն եմ, ես կարող ենք այդպես ասել, սա սպասված էր, ուզում էինք, որ սա այսպես լինի։ Գիտեք, հաճախ ասում են, բա դուք ունեք վստահություն, որ սա հաջողության կսակվի։ Որևիցե մեկը պայքարի հարցում չի կարող ունենալ 100% վստահություն, այնպես բան չի լինի։ 7 տարի ու կես բոլոր պայքարներին ես մասնակցել եմ։ Եվ ոչ մեկի ինձ որ ասում են դու վստահ ես, ասում եմ այո, բա ինչ հիմքեր կան, ասում եմ, եթե 10,000 մարդ այդպես մտածի ոնց որ ես, ամեն ինչ տեղի կունենա, ամեն ինչը կավարտվի, ամեն ինչը եւ իմ էլ նույնն եմ ասում, պետք է ինչ-որ մի բան անես, որ արդյունք ունենաս, եթե ոչինչ չանես, որ արդյունք չես ունենա։ Ակնհայտ է, չէ՞։ Շնորհակալ եմ, պարոն Նիկոյան, սպասենք գործընթացներին, շնորհակալ եմ։